Ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ականատես եղանք, թե ինչպես ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները այս դեպքում խմբակցության ղեկավարը հրաժարվեց վերցնել Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Հուսով եմ, պարոն Կարապետյան, մյուս անգամ այս ամբիոնին մոտենալուց կցուցադրեք Հայաստանի Հանրապետության այն քարտեզը, որը ձեր համար ընդունելի է։ Մատ հասկանանք հենց ձեր պատկերացումներով Հայաստանի Հանրապետության մասշտաբներն այդ ինչպիսին են, այդ ձեր հայրենիքի ծայրը մինչև ուր է ձգվում եւ մինչև որ պետության սահմաններն է հատում։ Հիմա անդրադարձած պարոն Ղազինյան, մի քիչ առաջ այս ամբիոնից հայտարարում եք, որ ձեզ համար անընդունելի է չփաստարկված պնդումները, որ դու ձեր ուժը կամ ձեր առաջնորդը ցուցումներ է ստանում Լյուբյանկայից, ճիշտ է՞։ Եվ համարում եք, որ չի կարելի նմանատիպ քաղաքական գնահատականներ տալ առանց փաստարկների։ Հիմա փաստարկը ձեր քաղաքական առաջնորդի անձնագրային տվյալներում գրված է It's FSB։ Սրանից ավելի ուժեղ բառը դուք շատ եք սիրում, ավելի ուժեղ փաստարկ ձեզ ինչ է պետք։ Ինձ թվում է ձեր ամբողջ քաղաքական կուրսն է հումորային, պարոն Ղազինյան, եւ մարդու անձնագրային տվյալներում գրված է It's FSB, այս մարդիկ նեղանում են, թե ինչի եք մեզ կապում Լյուբյանկայի հետ։ Չնայած ինչ որ առումով, եթե անկեղծ լինենք, ես արդեն իսկ սկսել եմ կասկածել, արդյոք պետք է այս մարդկանց կապել Լյուբյանկայի հետ։ Ես արդեն կարծում եմ, որ ձեր հումորային քաղաքական կուրսը Լյուբյանկայում չեն կարող լուրջ ընդունել, ու դուք ձեր ցուցումները ստանում եք ոչ թե Լյուբյանկայից, այլ ընդամենը Կալուգայի հարկայինի պետի տեղակալից։ Հիմա մեկ ուրիշ պնդման անդրադառնամ, հարգելիներս, ձեր խմբակցության ներկայացուցիչները գալիս են այս ամբիոնից, մեզ մեղադրում են այն հարցում, որ դպրոցներ են փակվում։ Մի հատ փորձեմ ձեզ հիշեցնել ձեր քաղաքական առաջնորդի են ինքնահռչակ վարչապետի մեղադրանքը մեր այս դեպքում իշխանության հասցեին։ Բառացիորեն ցիտում եմ. սրանք ինչի են այսքան շատ դպրոցներ կառուցում, որովհետև ուղեղ չունեն։ Հասկանում եք, չէ՞ աբսուրդը որտեղ է կայանում։ Ձեր քաղաքական առաջնորդը մեզ մեղադրում էր շատ դպրոցներ կառուցելու մեջ։ Հիմա դուք եկել եք այս ամբիոնից ուզում եք համոզեք, թե դպրոցներ են փակվում, այն ինչ դա անընդունելի է ձեզ համար։ Հələ մի հատ եկեք կողմնորոշվեք, էլի ժողովուրդ ջան։ Հիմա դպրոցներ են կառուցում, թե դպրոցներ են փակում։ Դպրոցներ կառուցելը լավ է թե վատ է, որովհետև ձեր քաղաքական առաջնորդը ասում է, սրանք ուղեղ չունեն, դպրոցներ են կառուցում։ Անդրադառնամ մեկ այլ հարցի, որքան էլ մենք պայմանավորվել ենք, եւ ես հուսով եի, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի, եւ փորձում եմ ինձանից կախված ամեն ինչ անել, որպեսզի այո, մեր քննադատությունները, մեր բանավեճերը ընթանան բացառապես բարեկրթության սահմաններում։ Երեք ձեր քաղաքական առաջնորդը ինքնահռչակ վարչապետ Սամվել Կարապետյանը իրեն թույլ է տվել իշխանության հասցեին անել նմանատիպ արտահայտություն, չտես ջորմամիշեն։ Կներեք, այս ինչ է ժողովուրդ։ Քաղաքական հայտարարություն։ Հիմա այդ նույն քաղաքական հայտարարությանը ես կփորձեմ այդ սահմաններում պատասխանել ու արձագանքել։ Եկեք մի հատ էլ հասկանանք ընդհանրապես ով է ջորմամիշը։ Մենք ենք ջորմամիշը, թե դուք եք ջորմամիշը, որ հեծի միջոցով զորամասերի վրա հավելագրումներ եք անում։ Մենք ենք ջորմամիշը, թե դուք եք ջորմամիշը, որ մանկապարտեզների վրա հավելագրումներ եք անում հեծի միջոցով։ Չէ, հասկանում եք, չէ՞, այստեղ աբսուրդը ինչումն է կայանում։ Մարդիկ հավելագրումներ են արել ինչերի վրա, զորամասերի վրա, մանկապարտեզների վրա։ Հարգելիներս, այդ հավելագրումների միջոցով ում հացնեիք ուզում կտրեիք, էլի մի հատ կբացատրեք հասկանամ։ Զինվորի, թե մանկապարտեզի երեխեքի։ Հիմա ով է ջորմամիշը։ Ջորմամիշն ով է, որ հեծի նման ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը տարե 100%-անոց գրավադրել է։ Հիմա մենք ենք ջորմամիշը, թե դուք։ Մենք ենք ջորմամիշը, թե դուք, որ հեծի նման ռազմավարական նշանակության ենթակառուցվածքը օգտագործել եք ձեր մյուս տաշիր գրուպի բիզնեսները զարգացնելու, պահել, պահպանելու համար։
Ով է Գյոռ Մամիշը։ Հա, մի բան էլ։ Հիմա մենք ենք Գյոռ Մամիշը, թե դուք։ Որ տարել եք վեհարանում, ձեր առաջնորդի նկարն եք փակցրել, ճպցրել եք պատին։ Հայդեպ այդ նկարն էլ սովորական նկար չէ, այստեղ էլ նյուանս կա, ժողովուրդ ջան։ Սովորական նկար չէ։ Մարդը ձեռքը գրպանում դրած, այսպես կանգնած նկարվել է։ Սա գիտեք ինչի մասին է խոսում։ Ձեր Գյոռ Մամիշ առաջնորդի ու նրա Ես ինձ գիտեմ, սա քաղաքական պատասխանն է ձեր առաջնորդի, ես ինձ գիտեմ ոնց կպահեմ։ Իսկ ինչ վերաբերում է Գյոռ Մամիշությանը, այս ամեն ինչը ձեր հետ նույն արժեհամակարգը նաև կիսում է Կտրիչ Ներսիսյանը։ Հիմա հասկանանք ով է Գյոռ Մամիշը։ Լռություն, հարգելի գործընկերներ, պարոն Չախան, ներողություն, հարգելի գործընկերներ, մի րոպե, լռություն, լսեք մի հատ։ Հարգելի գործընկերներ, լռություն, հարգելի գործընկերներ, լսեք, մի րոպե կլսեք, եթե շարունակեք ընդհատել, պարոն Չախոյանի ժամանակը նորից դառնալու է 10 րոպե, խնդրում եմ լսեք, կգաք կպատասխանեք, շուտով ձեր խմբակցության անունից ելույթ է ունենալու հենց ինքը Էդգար Ղազարյանը, կգա պարոն Ղազարյանը, կխոսի և կպատասխանի, այնպես որ խնդրում եմ լռեք և լսեք, համեցեք պարոն Չախոյան։ Հիմա փորձենք հասկանալ ով է Գյոռ Մամիշը։ Ափսոս էլի այս նստատեղերը դատարկ են։ Լևոն Քոչարյանի հայրը Ռոբերտ Քոչարյանը 400,000 դրամ աշխատավարձով դարձել է դոլարային միլիոնատեր, եթե ոչ միլիարդատեր։ Լևոն Քոչարյանը այս ամբիոնից խոսում է արհեստական բանականությանը դիմելուն եւ դրա օգնության միջոցով ինչ որ խոսույթներ է փորձում ձևավորել։ Այս դեպքում արհեստական բանականություն ընդհանրապես պետք չէ։ Ես կարծում եմ Լևոն Քոչարյանի մաթեմատիկական գիտելիքներն էլ դրան բավարարում են, որպեսզի հաշվի թե 200 միլիոն դոլար աշխատելու համար Ռոբերտ Քոչարյանից քանի տարի էր պահանջվում, եթե ինքը ստանում էր ընդամենը 400,000 դրամ աշխատավարձ։ Հետաքրքիրը գիտեք որն է, հաշվում ես ու պարզվում է ինչ, Ռոբերտ Քոչարյանը պետք է աշխատեր 16,666 տարի։ Իմիջիայլոց այդ թիվը ինչ-որ շատ խորհրդանշական դուրս եկավ Ռոբերտ Քոչարյանի համար։ Կամ ով է Գյոռ Մամիշը, եկեք մի հատ հլը հասկանանք էլի։ Այն ԲՀԿ համապատասխան առաջնորդին հլը եկեք մի հատ հիշենք էլի։ Կարմիր գրքում գրանցված էկզոտիկ կենդանիների չուչելներ են դուրս բերել։ Տասնյակ կամ միգուցե նաև հարյուրավոր վերջինիս տնից։ Հիմա Գյոռ Մամիշությունը որտեղ է։ Պատերազմի եռագլուխ կուսակցության հարգելի Գյոռ Մամիշներ։ Այդ որ անդադ խոսում եք խլելուց, ինչ վերաբերում է խլելուն, մենակ դուք եք խլել Հայաստանի Հանրապետությունից եւ հայ ժողովրդից։ Իսկ հիմա տեղի է ունենում հակառակ process-ը։ Ձեր Գյոռ Մամիշության արդյունքում խլածը հետ է վերադարձվում պետությանն ու ժողովրդին։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, քանի օր մենք գտնվում ենք ճանաչողական փուլում ենք նաև։ Հայաստան դաշինքին իհարկե շատ լավ ենք ճանաչում, շատերին նաև ճանաչում ենք ուժեղ Հայաստան խմբակցությունից, բայց մեծ մասին նոր պատգամավորներից չենք ճանաչում եւ այս ելույթները հարց ու պատասխանը նաև ճանաչողական բնույթ են կրում եւ ինձ համար մի ոչ հարմարավետ իրավիճակ կա, երբ որ մենք խոսում ենք շատերի մասին, նախկին իշխանության մեջ եղած, նաև տարբեր ժամանակներում Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքի վրա ազդող որոշումներ կայացնող մարդկանց մասին, ես էմոցիա եմ զգում դա լիճից, որովհետեւ մի դեպքում տվյալ մարդը Հայաստան խմբակցության падգամավորի հայրն է, մյուս դեպքում ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորի հորեղբայրն է կամ հայրն է, բայց մենք չենք մտնում այդ տիրույթ, էլի, հայր եւ որդի, քուր եւ եղբայր, կին եւ ամուսին, քերի եւ քերակին, ընկերներ, եղբայրներ, մենք այս հարթություն չենք մտնում։ Մենք խոսում ենք քաղաքական գործիչների մասին, որոնք այո փոխկապակցված են բարեկամական կապերով, բայց ես ինձ անկեղծորեն վատ եմ զգում, երբ որ տեսնում եմ էմոցիա եւ ընկալում հակառակ կողմից, երբ որ մարդիկ մտածում են, որ մենք ուրեմն մտնում ենք հայր եւ որդի հարաբերությունների մեջ եւ այլն եւ այդպես շարունակ։ Մանավանդ Լևոն Քոչարյանի ելույթներում, երբ որ ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած
Ռոբերտ Քոչարյանի մասին եւ մարտի 1-ով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցած Ռոբերտ Քոչարյանի մասին Լևոն Քոչարյանը գալիս է եւ ուրեմն սկսում է պաշտպանել իր հորը որպես իր որդի։ Ոչ, դուք այստեղ եք, էլի ինքը բայց դահլիճում չի, էլի խոսում գնում է։ Դուք այստեղ եք, պարոն Քոչարյան, ոչ թե որպես ձեր հոր որդի, դուք այստեղ եք, պարոն Քոչարյան, որպես Հայաստան Դաշինքի падգամավոր, ով շարունակում է ուրեմն Ռոբերտ Քոչարյանի արատավոր քաղաքական հետագիծը եւ փորձում է այստեղ ամեն ինչ անել, որպեսզի պահի նրա գողացած ապօրինի գույքը, փորձում է այստեղ ամեն ինչ անի, որպեսզի մաքրի նրա անունը մարտի 1-ից հոկտեմբերի 27-ից։ Եվ երբ որ մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի անուն են տալի, դուք ավելի լավ է սուտ քուն մտնեք, մեռած ձևանակ ու բոլորիդ ասա վերաբերվում Հայաստան Դաշինքի անդամներ։ Հələ մի հատ էլ գալիս եք այստեղ եւ փորձում եք ուրեմն մաքրել մարդկանց անունները, ովքեր եղել են Հայաստանի պետության ղեկավարները մարտի 1-ի կազմակերպման ժամանակ։ Ես 2008 թվականին դեռ 18-ը չէր լրացել մարտի 1-ին։ Ես Սունդուկյան թատրոնի դիմացն է, երբ որ Վիլիսի դեպքը տեղի ունեցավ, եւ ես նաեւ այստեղ պարոն Քոչյանն ասում է, որ Վիլիսը մարդկանց վերով չի անցել եւ այսօրվա քննչականն էլ է դա ուրեմն հաստատում։ Շատ ցավում եմ, որ այսօրվա քննչականը հենց հաստատում է արել, հա, բախտները բերել է մարդկանց, որ վրաերթի չի ենթարկել, գոնե այդտեղ 10 զոհից ավել զոհ չի եղել, էլի։ Պետք է շնորհակալություն հայտնենք երևի, որ այդ Վիլիսը մարդկանց վերով չի անցել։ Հետո 2008 թվականի մայիսին ես գնացի զինծառայության մի զորամաս, որտեղի մի ամբողջ զորագունդ մարտի 1-ին պրոսպեկտի խաչմերուկում զինված գործողություններ իրականացրել։ Եվ ինձ դրա մասին պատմել են մարդիկ, ովքեր այդտեղ են եղել զինվորական համազգեստով զենքը ձեռքներին։ Հիմա եկել եք ում եք ինչ պատմում, ես ուզում եմ հասկանալ։ Ապօրինի գույքի մասին, գիտեք, գալիս եք եւ անընդհատ ապօրինի գույքից եք խոսում եւ ասում եք, եթե մենք չզբաղվենք քաղաքականությամբ, ապա ապօրինի գույքի գործերը չեն լինի։ Չէ, ժողովուրդ, եթե ապօրինի գույքի գործերը չլինեին, դուք քաղաքականությամբ չէիք զբաղվելու։ Դուք գնալու եք վայելեք ձեր ապօրինի գույքը Մալդիվներում, Բալիներում, Կալուգաներում եւ այլն եւ այդպես շարունակ։ Դուք գալու եք եւ վայելեք ձեր ապօրինի գույքը։ Գալու եք եւ վայելեք։ Բելարուսում, տարբեր տեղեր։ Եվ հետեւաբար դուք քաղաքականության մեջ եք, որպեսզի ապահովեք, պաշտպանեք, փորձեք փրկել ձեր ապօրինի գույքը։ Նույնը նաեւ քաղբանտարկյալներին է վերաբերում։ Դուք քաղաքականության մեջ չեք լինի, եթե հանցավոր գործունեություն չկատարեիք։ Եվ հիմա անունը դրել եք քաղբանտարկյալ։ Դուք քաղաքական վահանով փորձում եք ուղղակի պաշտպանվեք։ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, եւ սա միանշանակ է։ Եվ սա միանշանակ է։ Դուք այստեղ նստած եք, պարոն Ռուբեն Մխիթարյան, որպես ազգային ժողովի падգամավոր եւ ինձ հետ զուգահեռ հարգելի գործընկերներ, մի խոսեք, ես լուր լսում եմ ձեզ բոլորիդ, ես ձեզ եւս մեկ անգամ ասում եմ զուգահեռ խոսեք։ Պարոն Հովանեսյան, ներողություն։ Ես խնդրում եմ նաեւ իմ ժամանակը, պարոն Կոնջորյան, էլի։ Այո, խնդրում եմ հարգելի գործընկերներ, մի ընդհատեք, որպեսզի նաեւ ժամանակը չերկարացնեմ ելույթունեզողի։ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ։ Սեփականության իրավունքից եք անընդհատ խոսում ու ինձ զարմացնում է, թե խի է Հայաստան Դաշինքը այս 3 օրա ատամներով փորձում պաշտպանել Գագիկ Ծառուկյանի ապօրինի գույքը, որը հիմա վերադարձում է ժողովրդին։ Այդ կարող է այդ բոլոր պատմությունները, որ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է 100%-անոց ճշմարտություն է, ինչին ես հավատում եմ, եւ հիմա էլ պարզվում է, որ դուք էլ Ծառուկյանի բանից գույքից երևի փայ ունեք, հա, որտեղ նեղվել եք, որ ուրեմն Ծառուկյանի գույքը վերադարձում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Փայ ունեք Ծառուկյանի գույքից։ Ինչ կա Ծառուկյանի հետ, եկել sense ատամներով պահում Գագիկ Ծառուկյանի ապօրինի գույքը։ Խոսքա գնում այստեղ նաև քաղաքական մենաշնորհներ, ասում է ԿՊ-ն ուզում է քաղաքական մենաշնորհ հաստատի եւ այլն եւ այդպես շարունակ, սա ասում է մի ուժ, որը ներկայացված է օրինակ 29 հոգով ազգային ժողովում կամ մի այլ ուժ էլ դրա հետ համաձայնում է, որը 12 հոգով է ներկայացված ազգային ժողովում։ Եվ մենաշնորհներից առաջարկում եմ չխոսեք, որովհետեւ օրինակ պարոն Ղազինյան, դուք փորձեցիք պատասխանել իմ հարցին միտինգներին մարդկանց բերելու առումով։ Իհարկե թույլ տվեք ինձ չհավատալ ձեզ ամեն դեպքում։ Եվ նաև երբ որ մենաշնորհներից եք խոսում, ես կխնդրեմ նաև խոսեք օրինակ հեցի տենդերների մասին։
Բայց ոնց էր ստացվում, որ հետցի տենդերներին մասնակցում էին կազմակերպություններ, որոնք ըստ էության փոխկապակցված էին հետցի սեփականատերերի հետ։ Մենաշնորհներից որ խոսում եք, առաջինս խնդրում եմ այդ մենաշնորհների մեջ բացատրեք, նոր եկեք խորացեք արդեն քաղաքական մենաշնորհների մեջ, որոնք Հայաստանում այսօր չկան, Հայաստանում չկա քաղաքական մենաշնորհ, եւ չի էլ կարող լինել ժողովրդավարական համակարգում քաղաքական մենաշնորհ։ Հիմա հայրենիքի մասին։ Ասում են մեր հայրենիքը թիվ չի, հող է։ Okay, քանի քառակուսի կիլոմետր այդ հողը։ Իմ հարցը դրա մասին է։ Գիտեք, էլի պետքա գնանք մեր հայրենիքը, իմ կարող եք արդյոք ասել, որ ջավախքը այս մարդու հայրենիքը չի, ախր ինքը ծնվել է ջավախքում, չեմ կարող տենց բան ասել։ Ես ուրիշ բան եմ ասում, եւ եւս մեկ անգամ ասում եմ, որ հնարավորինս հասկանալի լինեմ։ Ես չեմ կարող հերքել եւ որևէ մեկը չի կարող ասել, որ գիտես ինչ կա, թե դու ջավախքում ես ծնվել, Ալաշկերտում ես ծնվել, Գանձակում, Բաքվում, Ադանայում, ոչ մեկ չի կարող հերքել քո ծննդավայրը եւ քո պատմական հայրենիքը։ Ես այստեղ եմ եւ դուք այստեղ եք որպես Հայաստանի Հանրապետության, որպես պետության ներկայացուցիչներ, որպես ազգային ժողովի падգամավորներ, որոնք պետքա վերջը պատասխանեն այդ հարցին, դուք ընդունում եք Հայաստանի Հանրապետության պետական սահմաններն այնպիսին, ինչպիսին դրանք միջազգայինորեն ճանաչված են, թե ոչ։ Ես չեմ խոսում, ես որ հարց եմ տալիս, ասում եմ, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության տարածքը, այս հարցը նրա մասին չի, որ դու պետքա դա ասելով մերժես, որ Ադանան երբևէ եղել է պատմական հայրենիք, կամ մերժես, որ այս կամ այն տարածքը երբևէ եղել է պատմական հայրենիք։ Ես ասում եմ, ոչ թե մերժելու մասին եմ ասում, ես հաստատելու մասին եմ ասում դուք Հայաստան դաշինքի հետ ամեն ինչ պարզ է, իրանք չեն ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Արամ Վարդևանյանն էլ իրանց խմբակցության կազմում այդ ժամանակ չէր ընդունում։ Հիմա ուզում եմ հասկանամ, ուժեղ Հայաստան խմբակցությունը ընդունում է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները եւ ընդունում է, որ մեր այսօրվա պատմական չէ, ժամանակակից հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Ընդունում եք դուք արդյոք, թե չէ։ Եթե ընդունում եք, պետքա գաք եւ գոնե ասեք, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ մենք միջնադարյան ուրեմն կանոններով չենք ապրում։ Այստեղ միջնադար չի էլի, ասենք, մեր արտահայտություններ էլ կան, ասում մեր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը, բան։ Նմանատիպ ինչ որ արտահայտություններ է, մոտ է այդ արտահայտություններին, որ դու ասում ես, դե մեր հայրենիքը, ասես, անծայրածիր հայրենիք ունենք։ Այո, շատ մեծ պատմական հայրենիք ունենք ըստ էության, հաշվի առնելով հայ ժողովրդի անցած ճանապարհը, բայց այդ անցած ճանապարհի արդյունքում մենք այսօր ունենք մի հայրենիք, որը միջազգայինորեն ճանաչված սահմաններ ունի, ու մենք կարող ենք այդտեղ ապրենք։ Երբ որ դուք այդպես հարցականով հələ մի հատ մեզ եք փորձում ուղեք, թե բա ձեր հայրենիքը որն է, հեսա մեր հայրենիքը։ Սա է մեր հայրենիքը։ Քաղաքացիական պայմանագիր, խմբակցության, կուսակցության հայրենիքը սա է։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը իր սահմաններով